Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին կփորձենք բացահայտել այսօր։ Կարելի է։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արամ Սաթյան արվեստագետին կօգնեք մեզ այսօր բացահայտել։ Եթե դուք թույլ տաք։ Շնորհակալ եմ։ Իր նկատմամբ համակրական զգացում ունեմ իսկապես, եւ դա հիմքեր ունի։ Հախուռն վերին աստիճանի բազմաշերտ մտածող ներաշխարհայինքան լեցուն է մեղեդիներով եւ ստեղծագործական մտքերով, որ ստեղծագործություն շատ արագ է գրում Սաթյանը, ինչ էլ որ գրի, բայց կարող է անդադ զարգացնել, բերել վերջնական տեսքի որոշ երկար ժամանակի ընթացքում։ Նա շատ զգայուն է ձայնի նկատմամբ, զգայուն է բնության նկատմամբ, զգայուն է մարդու նկատմամբ, ընդհանրապես գեղեցիկի նկատմամբ։ Արամ Սաթյանի մոտ կա մի բնավորություն, ինքը շատ մարդկային է։ Ինքը բարյացակամ է։ Այս բարյացակամությունը, բարիկամեցողությունը իր վարքագծի մեջ մշտապես ներկա է եղել, միշտ։ Ուղղակի նրան երբեմն չպետք է նեղացնել, որովհետև խորքով է ապրում եւ իրեն նեղացնում են։ Մանավանդ եթե հանիրավի է այդ նեղացնելը, բայց դա քիչ է պատահում։ Սաթյանը շատ բազմակողմ երաժիշտ է, շատ բազմակողմ կոմպոզիտոր։ Ինքը ոչ միայն երաժշտության մեջ է շատ հմուտ եւ վարպետ։ Վարպետ բարի բուն իմաստով, շատ խոր իմաստով, այլ նաեւ պոեզիա շատ լավ հասկանում։ Դուք այստեղ այս սենյակում եք 2013 թվականից։ Պարոն Սաթյան, արվեստագետները մի քիչ խենթ են։ Այսօր ղեկավարել մոտ 150 կոմպոզիտորների, կարծում եմ այդքան էլ հեշտ գործ չէ։ Համաձայն եմ լրիվ։ Համաձայն եմ, որովհետև յուրաքանչյուր արվեստագետ իր մեջ զգում է, որ ինքը ամենալավն է եւ շատ դժվար է այդ մթնոլորտի մեջ կարողանալ բավարարել բոլորի ցանկությունները։ Բոլոր ամենաների։ Այո։ Եվ բնական է հնարավոր չի նաեւ պատասխանել այդ իրանց սպասելիքներին։ Ինչ է կարծում ձեզ հետ հեշտ է աշխատել, ստեղծագործողները շատ ջանքեր են թափում ձեզ հետ։ Ինձ հետ հեշտ է աշխատել, միայն եթե ճիշտ բաներ են ասում եւ ճիշտ են խոսում։ Ես սիրում եմ ընդհանրապես ճշտապահ մարդկանց, որոնք ազնիվ են։ Ընդհանրապես արվեստագետները պետք է լինեն ազնիվ, որ ազնիվ երաժշտություն գրեն, այդ իմ կարծիքն է, բայց բնական է կարող են տարբեր ձևի մարդիկ լինեն, եւ ես ուրախանում եմ ամեն մի նոր ստեղծագործության վրա, նույնիսկ եթե ինքը անճարեղ ստեղծագործություն չի, որովհետեւ դա մտնում է մեր ֆոնդի մեջ, այն ձեռբերումների մեջ, որը ունենում է կոմպոզիտորների միությունը։ Դուք ստեղծագործության վրա երկար եք աշխատում, երկար ժամանակ։ Նայած։ Ստեղծագործություն կա, որի վրա աշխատում եմ տարիների ընթացքում, եւ ստեղծագործություն կա, որ շատ շուտ ստացվում է։ Արագ եմ գրում, բայց դա process-ն է, բայց մինչև ստեղծագործությունը դուրս է գալիս կյանք, հնչում է, կատարվում է, սկսում է տարբեր տեղեր հնչել եւ բնական է արձագանքներն են արդեն գալի, դա արդեն արդյունքն է։ Մինչ հանդիսատեսի դատին հանձնելը ասում են, որ մինչև վերջին վայրկյանը կարող եք աշխատել, փոփոխել, չգիտեմ չափազանցնում են, թե չէ, օրինակ դրվագ կյանքից, հա։ Վալսը մինչև վերջին վայրկյանը փոփոխության էր ենթարկվում։ Գիտեք, կատարելությունը սահման չունի։ Նամանավանդ ստեղծագործող մարդու մոտ, որը անընդհատ ձգտում է դեպի կատարելությունը։ Այդ վալսը արդեն գրվել էր, փորձերը պետք է սկսվեին, փորձերի երկրորդ օրներ նա անդադ զարգացում էր, նոր ինչ-որ էլեմենտներ էր ավելացնում։ Եթե դու միջև վերջի վայրկյանը, միջև արդեն հնչելը չես աշխատում, նա այդպես էլ դուրս է գալի։ 2 օր էր մնացել համերգին, 4-7 օրն էր երեկոյան զանգահարեց, ասաց կարելի է գամ, ասի համեցեք, արի։
եկավ մեր տուն, բերեց մի քանի էջ եւս, ասում է, այստեղ կուլմինացիայի մի քանի խնդիր կար, որ վերջապես կարողացել եմ գտնել։ Տեսա, որ իրոք շատ հետաքրքիր լուծում է գտել։ Ասեմ, Արամ Արամիչ, 2 օր մնաց համերգին, հիմա սա ոնց պիտի հասցնենք նոտաները փոխել նվագախմբի պարտիաներ, իսկ նվագախմբը ահռելի կազմ էր, սիմֆոնիկ նվագախմբի ամենամեծ կազմն էր վերցրել, մոտարապես 95 հոգի կազմը։ Հիմա այդ բոլոր գործիքների պարտիաները պետք է ձևափոխել, ամբողջ գիշեր նստեցինք, առավոտյան 7:30-ին այդ փոփոխություններն էլ վերջացրեցինք, հիմա եկանք արդեն նախավերջի փորձներ, լսեց, ասեց, բայց այնտեղ 2 նոտա էլ են պակաս թողել, մի զավեշտ էր արդեն։ Առաջին քննադատ կա ձեզ համար։ Առաջին քննադատը դա իհարկե ես եմ, բայց ինձ համար շատ կարևոր է process-ի ընթացքում նաև ցույց տալ բարեկամներին, ծանոթներին, հետաքրքիր է կարծիքները, բայց էլի դու անում ես այն, ինչ որ պիտի անես։ Պարոն Սաթյան, որքան էլ մենք չենք սպասում պատվոգրերի մրցանակների, այնուամենայնիվ դրանք մեզ մի այլ, չգիտեմ, եռանդ, աշխատելու մեկ այլ ունակություն, մեկ այլ ուժ են մեզ տալիս։ Ձեր բազմաթիվ ստեղծագործություններ մրցանակների են արժանացել դեռ 76 թվականին Հուսո աղոթք։ 76 թվականին, եթե չի դավաճանում իմ հիշողությունը, առաջի սիրո հեքիաթն, որը կատարել էր Զառա Տոնիկյանը, առաջի երգը դա էր, երկրորդը կարծեմ մեր ձայնը, այդ երգներ, ինչի եմ հիշում մեր ձայնը, որովհետև այստեղ փառատոն էին անցկացնում եւ ուղարկել էին տարբեր հանրապետություններ հայ կոմպոզիտորների երգերը։ Եվ նենց ստացվեց, որ տարբեր հանրապետություններից բոլորը ընտրել էին այդ երգը եւ եզրափակիչ համերգի ժամանակ հիշում եք ուսանողական գարուն կար այն ժամանակ բոլոր հանրապետությունները ներկայացուցիչները երգեցին մեր ձայնը երգը շատ հաճելի էր տարիներ անց Լիլիթը այդ ոճում գրված միակ ստեղծագործությունը համարվեց Լիլիթը առանձնահատուկ տեղ ունի նաև իմ արվեստում եւ ընդհանրապես համաշխարհային գրականության մեջ դա առաջի պոպօպերան էր դրա նման ստեղծագործություն չէր արվել կային ռոք օպերա կար ժողովրդական օպերա Jesus Christ ռոք օպերա էր Աստվածամոր տաճարը ժողովրդական էր իսկ պոպ հասկացողությունը եւ Եվրոպայում եւ ամենտեղ դա ասոցիացիա էր բերում, որ ինչ որ դասական երաժշտություն վերցնեն եւ տակը ռիթմ դնեն եւ դա դառնա։ Կարող էին Բեթհովեն վերցնել, Վերդի վերցնել։ Ես ստեղծեցի նոր ժանր, պոպ օպերա, պոպուլար օպերա, որը իր մեջ պարունակում է էլեմենտներ եւ ջազի, եւ ռոկի, եւ դասական երաժշտության։ Նա իր էությամբ դասական օպերա է։ Շարունակում է դասական ավանդույթները բայց արդեն նոր մտածելակերպով պոպուլար հանրամատչելի այդպիսի ինտոնացիաներ օգտագործելով ստեղծեցի այդպիսի բան եւ բոլոր ժանրերում էլ բալետ, դասական երաժշտություն, երգեր պահեցիք այդ առավելագույնը յուրօրինակ ձեր ձեռագիրը Արամ Սաթյան ստորագրությունը խոսում է Գիտեք ինչ ես պատասխանատու եմ ասեցի իմ նոտաների համար ինչ որ գրում եմ պատասխանատու եմ ամեն երաժշտական մոտիվի վրա ինտոնացիայի վրա
Եվ բնական է Արամսացյան պետք է տակը, եթե մակագրում եմ, ես պատասխանատու եմ նաև դրան։ Պարոն Սատյան, աշխատանքային օրվա հասկացողություն, աշխատանքային ժամ հասկացողություն կա ձեզ համար։ Այն ինչ որ ադմինիստրատիվ է, բնական է պետք է լինի, ես երբ որ դարամիության նախագահ, ես շատ հստակ սկսեցի գալ, որը առաջ ընդունված չէր։ Եվ ընդհանրապես որտեղ ես աշխատել եմ, շատ հստակ եմ աշխատել։ Պարոն Սատյան, այսօր կոմպոզիտորների միությունը որքանով է կարողանում լուծել իր առջև դրված խնդիրը։ Մասնակի լուծում ենք տալի, որովհետև հնարավոր չի։ Եթե մենք անենք փառատոն, ասենք թե այն բոլոր գրված ստեղծագործություններից, այդ փառատոնը անվերջ կլինի, որովհետև մեր կոմպոզիտորները շատ ակտիվ աշխատում են տարբեր ժանրերում եւ մասնակի երբ որ անում ենք, մենք փորձում ենք գտնել որոշակի ձև, որտեղ բոլոր հեղինակները հնչեն։ Բնավորության բավականին հստակ մարդ, ամեն դեպքում ես ձեր խոսքից այդպես հասկացա, արվեստագետներին քիչ բնորոշ, քիչ հանդիպող բնավորության գիծեմ ես համարում դա։ Արվեստագետը կարող է հստակ լինել եւ կարող է մաքուր լինել, ներքուստ։ Կարող է։ Իրեն ուղղակի պետք է ստեղծել նախապայման, որ ինքը հանգիստ ստեղծագործի։ Այսօր մեր արվեստագետները այն վիճակում չեն, որ նրանք հանգիստ ստեղծագործեն, զբաղվեն իրենց գործով եւ շատ անգամ լուծում են հացի խնդիրներ։ Արամսացյան աշխատանքից հետո ուր է շտապում։ Տուն, եթե սա է աշխատանքը, բնական է այս աշխատանքի մեջ ես շատ եմ հոգնում, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան եւ բազմաթիվ process-ներ են կատարվում։ Ինձ համար հանգստությունը դա եթե ես մի քիչ հանգստանում եմ եւ կարողանում եմ ստեղծագործել։ Դա ամենաբարդ բանն է, որ այսօր կարող եմ անել, դա ստեղծագործել, որտեղ մտքերը գալիս են, ես կարող եմ գիշերը չքնեմ, առավոտը բայց պետք է գամ գործի,
մտք կուտակվում են եւ այդ կուտակումը անպայման պետք է դա դառնա ստեղծագործություն։ Ժամանակ է պետք դա ֆիքսել։ Պարոն Սարգսյան, ես ձեր սենյակում դաշնամուր նկատեցի, այդ վերջին կուտակումներից որևէ բան կարող ենք վայելել։ Ավելի լավ է ձայնագրություն դնել։ Գիտեք ինչ, շատ անգամ սևագիր տարբերակը ես կարող եմ նվագել, բայց ավելի լավ է դա լսեք արդեն կատարյալ վիճակում։ Բայց բնօրինակը մեկ այլ արժեք ունի։ Դե իհարկե, բայց քանի որ ես իմ նկատմամբ շատ պահանջկոտ եմ, տպավորությունն այնպեսին է, որ դուք համոզում եք, որ չնվագեք որևէ բան, սխալվում եմ, չէ՞։ Չէ, դուք սխալվում եք, ես միշտ էլ հաճույքով նվագում եմ։ Այս երգը շատ վաղուց ես գրեցի, հետագայում Յուրմալայում այս երգով Նարինե Հարությունյանը գրավեց առաջի տեղը 86 թվականներ։ Հետագայում այս երգը մտավ նաև իմ Լիլիթ Պոպ օպերայի մեջ, որովհետև շնորհիվ այս երգի սենց հավաքվեց այդ ինտոնացիայի շուրջ մնացած ստեղծագործությունը։ Նենց որ պոպուլար է, ընդունված է եւ ճանաչված։ Շատ դեմոկրատիկ մթնոլորտ կա այսօր միությունում։ Մարդիկ մտնում են, բողոքում են, կամ դժգոհում են, կամ առաջարկում են, դա նորմալ է։ Դժգոհները միշտ կան ու կլինեն։ Բայց կյանքը կա, շարժ մեռած չէ էլի կյանքը։ Նույնպես որ ես բարձր եմ գնահատում, ես համագումարի ժամանակ էլ ասացի, որ իր գործունեությունը բարձր եմ գնահատում եւ դրա համար էլ ինքը վերընտրվեց, որովհետեւ այսօրվա պայմաններում այն ինչ որ ինքը անում է շատ բարդ է եւ ճիշտ է։ Վերինաստիճանի ուղղամիտ բաց անձնավորություն է Սարգսյանը։ Ստեղծագործական աշխատանքում բավականին դյուր աշխատվող, հեշտ աշխատվող հեղինակ է։ Թեթև է ինքը, այնպես չէ որ ասես իր հոգսերը կարող է շրջապատի վրա տարածել, չէ, այդպեսին չէ, բոլորովին եւ ճիշտ հակառակը դեռ եթե կարողացավ մեկին օգնել, հասնել, պատրաստ է դրան ինքը։ Ինքը կյանքում շատ աշխուժ է, ավելի շատ հումորային, շատ գիտի անեկդոտներ գիտի անսահմանափակ եւ ամեն մի խոսքի վրա, եթե դա սեղանի շուրջ է, նա կարող է համեմել իր անեկդոտով եւ վարակի ճիշտի ծաղով։ Մի խոսքով կենսախինդ մարդ է։ Արամ Սատյանը լավ ընկեր է։ Արամ Սատյանը իր մեջ ունի գաղափար, որ նա պետք է բոլորին օգնի։ Բոլորի հետ լավ լինի։ Չնայած ես ճիշտ ասած չեմ պատկերացնում այդ բոլորի հետ լավ լինելը մի քիչ բարդ խնդիր է, որովհետեւ պետք է արժանի լինել, որ լավ լինես։ Բայց ինքը աշխատում է այդ բանը ուրեմն պահպանել։ Միշտ ընկերոջ կողքը կլինի բարդ պահին։ Ուրախ պահին էլ պատկերացրեք, որովհետև կան մարդիկ, որոնք ուրախ պահին իրենց լավ չեն զգում, իսկ ինքը լավ է զգում։ Սացիանական ընտանիքի լավագույն հատկությունները իր հետ բերել է, նկատի ունեմ եւ իր հորը եւ իր հորեղբորը Աշոտ Սաթյանին եւ Արամ Սաթունցին,
առաջին հերթին իրենց նկարագրի մեջ արջկի է զարնում անմիջականությունը, որ երբեմն անմիջապես կապվում է մարդու մանկական տարիների հետ։ Նրա ժպիտը, նրա բարյացակամությունը, վարքագիծը առասարակ շատ անմիջական է։ Եթե չլիներ Արամ Սաթյան երևույթը, մեր կոմպոզիտորական ամբողջ այս գանձարանում մենք պակաս տեղ կունենայինք պարզապես։ Շնորհակալ եմ, պարոն Սաթյան, ձեր տանը մեզ հյուրընկալելու համար։ 80-ականներից եք ապրում այստեղ։ Այո, 86 թվականից։ Հարուստ հարևաններ, բնակչություն, շրջապատ, արվեստագետներով եք շրջապատված։ Այո, նրանք էլ ինձանով։ Քանի որ այս արվեստագետների շենք է, այստեղ ապրում են կոմպոզիտորներ, դերասաններ, նկարիչներ, գրողներ, շատ հետաքրքիր էր։ Ես հիշում եմ, ներքևը մի ժամանակ փոքր խանութ կար, ասենք թե մի քիչ եթե ուշացած գալիս է, կարող է հանդիպել Ֆրունզիկի հետ Մկրտչյան, մենք միասին կարող էինք Մեհեր Մկրտչյանի, ասենց ասեմ, կարող էինք մի քիչ գարեջուր խմեինք եւ այլն եւ այլն։ Շատ հետաքրքիր բան է։ Մեր նախնական զրույցի ժամանակ ես մի բան հասկացա, տան ամեն անկյուն ու ամեն ինչ մի հիշողություն, մի հուշ էր արտացնում։ Այդ հիշողությունը գալիս է եւ իմ հորի եղբորից եւ հայրիկից, այստեղ սեղան կա, որտեղ սեղանի շուրջ նստել են Իսահակյանը, Մարտիրոսարյանը, այստեղ կան իրեր, որոնք էլի հիշողության հետ կապված են մարդկանց, որոնք այսօր չկան, բայց ամեն մի հուշ կապված է հենց իրենց հետ։ Եվ ընդհանրապես ամեն ինչ կա, պատմություն է։ Ես չեմ ասում այդ գրողների մասին, որոնց գրքերը բոլորը շատերը նվիրում էին, որոնք չկան, իմ ընկերներն էին եղել, ծանոթները, ներքև ապրում էր Սոս Սարգսյանը, տեսեք, շատ հետաքրքիր պատմություններ կան, կապված այս տան հետ։ Պարոն Սաթյան, երաժշտության ուղին բռնելը ամենևին պատահական չէր ձեզ համար, այդպես էլ պիտի լիներ։ Ձեր գերդաստանում 7 կոմպոզիտոր կա։ 7 կոմպոզիտոր կար, այո։ Բնական է, բայց մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք ինչ ծանր ուղի է։ Օրինակ հայրս ոչ թե դեմ էր, այլ կարծում էր, որ ես կարող էի ընտրել ուրիշ մասնագիտություն եւ նամանալ մաթեմատիկայից շատ լավ էի, օլիմպիադաներում էի մասնակցում ու հանգարցակի իմացած ես սովորում եմ Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում, տնօրենը այն ժամանակ ուսումնարանի Մարտին Մազմանյանն էր, կոմպոզիտոր, հայրիկիս հետ գնում ենք, ասեց Արամ Սաթունց, ասում էր Արամ, չես հետաքրքվում որդի, ասում ես ինչ պետք է հետաքրքվում, ոնց թե մեր մոտ է սովորում, հայրս նույնիսկ չգիտեր, որ ես արդեն Ռոմանոսում սովորում էի կոմպոզիցիայի բաժնում, Էդվարդ Բաղդասարյանի դասարանում, հենց որ ուղին ինքս եմ ընտրել, նույնն էլ իմ որդին, որը շարունակեց ուղին ինքն է ընտրել։ Ես սովորել եմ ուրեմն իմ հայրիկի մոտ փոքր ժամանակվանից, դեռ 6 տարեկանից, երբ որ Սայաթ Նովա դպրոց էի հաճախում, я կոմպոզիցիայի դասարանում էր այնտեղ, եւ այդ ժամանակվանից ուրեմն հաճախում էի նրա դասերին։ Բայց իմ սովորել իր մոտ եղել է այսպես, այսինքն ինքը իր ուսանողների վրա ավելի շատ ժամանակ հատկացնում, քան ինձ։ Ինձ միշտ գցում էր ամենավերջում, ասում էր տղա ջան, ոչինչ, ամենավերջում բան կանենք, կպարապենք, հետո ժամանակը որ գալիս էր հոգնում էր իհարկե, ասում էր տունը կպարապենք։ Տունը ես սպասում էի անհամբեր, որ այդ ժամանակը կգա եւ ցավոք սրտի ոչ միշտ դա հաջողվում։ Ստեղծագործել վաղ տարիքից սկսեցիք։ Այո, մեր մոտ հետաքրքիր բան է։ Սկզբից դե երեխան ինչ է անում, նմանակում է։ Երբ որ հավաքվում էին հայրս, եղբայրս, ընկերները, բոլորը նվագում են որևէ մի գործիքի վրա։ Իմ հայրս հոյակապ նվագում էր գիտարի, մանդալինայի վրա, դե բնական է դաշնամուր։ Եղբայրս բացի նրանից, որ կոմպոզիտոր էր, դիրիժոր էր, նաև հիանալի շեփորահար էր։ Երբ որ հավաքում էին, նվագում էին,
մենք էլ կողքից տմբլա էինք անում, ոնց որ ասում էին, ինչ հարվածային գործիքներ կար, այսինքն որն էր, սեղաներ, աթոռեր, խփում էինք, ձեներ էինք անում, այդ մթնոլորտը կար, երաշտական մթնոլորտը։ Բայց սկզբնական իհարկե զբաղվում էր մայրս, որը բժիշկ էր, բայց էլի շատ լավ դաշնամուր էր նահանգում։ Պարոն Սարգսյան, ձեր մանկությունը Երևանի կենտրոնում է անցել։ Այո, ես ծնվել եմ Մարգարյան ծննդատանը, ապրում էի Սպանդարյան փողոցի վրա, Սպանդարյան 80, աչքը պահպանվել է եւ բնական է Երևանցին ոնց է լինում, բոլոր ընկեր, հարազատներ, բարեկամներ, միջև մի գնում եմ նույնիսկ այն մարդիկ, որոնց տարիների ընթացքում չեմ տեսել, էլի sense խոնարհում են, բարևում են, ոնց որ առաջներում։ Երևանցին նաև ուտող, խմող, հումորով, անեկդոտներ ասող։ Այո, իհարկե Մարտին Վարդազարյանի նման չեմ կարող, որովհետև ինքը փայլուն հումոր ունի, բայց սեղանի շուրջ պահում եմ այդ վիճակը։ Նարդի խաղալու հետ կապված ինչ կասեք պարոն Սարգսյան, ասում են, որ պարտվել ոչ մի կերպ չեք ընդունում։ Գիտեք, եթե նստել ես խաղալու, դու պիտի խաղաս։ Անտարբերություն չեմ սիրում ամեն ինչի մեջ։ Շատ ազարտ ունեցող մարդ է, որովհետև նարդի տարվել չի սիրում եւ երբ որ տարվում է, շատ շուտ մոռանում է այդ տարվածը, բայց տարածը հիշում է։ Ես նարդի չեմ խաղացել, որով իր հետ չեմ խաղացել, բայց ես տեսել եմ ուրիշների հետ ոնց է խաղում եւ ազարտով շատ ազարտով, շատ հետարքիր եւ ինչու չեն խաղացել, որովհետեւ շատ հաճախ այնպես է լինում, որ այս հատկապես նարդին MC մի խաղատեսակ է, որը բավականին ընկերների մեջ խզումներ է առաջացնում, լուրջ խնդիրներ է առաջացնում, դժվարություններ դրա համար առաջում խուսափել եմ խաղալուց, որովհետեւ ես էլ նման բաներ ունեմ ինքն էլ։ Հիմա մենք պատրաստվում ենք, որ առաջիկայում պետք է մի հատ տուրնիր ունենանք եւ խաղանք վերջակրապես, որովհետեւ այս գլուխ գովալով շատ առաջ չես գնա, էլի։ Ուղղակի պետք է սիրով ամեն ինչ անել։ Կնոջը սիրում պետք է այնպես սիրես, որ կինը միշտ հիշի դա։ Նարդի ես խաղում, պետք է բոլորը հիշեն, որ դու լավ ես նարդի խաղում։ Դե չէ, տանել, տարվել, դա էական չի։ Էական չի։ Մարդ պետք է ուղղակի ապրի։ Մեր մոտ շատերը ապրելը ուրիշ ձև են պատկերացնում, ես ապրում եմ ամեն ինչի մեջ, երաժշտության մեջ եմ ապրում։ Ավելի երիտասարդ տարիներ կխնդրեի տեղափոխվենք սեր, սիրահարություն, ամուսնություն։ Արվեստագետներն ասում են, որ հաճախ են սիրահարվում։ Դե բնական է։ Սիրահարվելը կար, գիտեք ինչ, առանց դրա չես կարող։ Ոչ թե չես կարող, յուրաքանչյուր մարդ ծնված է, որ ինչ-որ մի բանին սիրի։ Ինքը միշտ գտնում է իր նմանակին։ Եվ եթե գտնում է, դա մեծ ուրախություն է եւ դա տառապանք է։ Գիտեք, միշտ բախտավոր է այն մարդը, որը սիրում է, այլ ոչ թե որը սիրված է։ Որտեղ այն ապրումները, այն զգացումները, որը ունի այդ մարդը, որը սիրում է, դա դիմացինին կարող է տրված չլինի։ Իսկ դա հիանալի տարբերակ է, որ Ռոմեո եւ Ջուլիետը տարբերակն է լինում երկու կողմերում։ Եվ ծնվում են այդ ժամանակ մեծ ստեղծագործություններ։ Այո, անշուշտ։ Բաժանման պահից ինձ տանջում եւ հերվից ընչող լարերից տխուր մի երկանցյալից կանչում է քեզ հետ ուշ դարձան քեզ հետ Երաժշտությունից դուրս Արամ Սարգսյան կա եւ ինչպիսին է։ Շատ բազմազան։ Ես ամեն ինչ սիրում եմ։ Ու հետաքրքրվում եմ։ Լինի թե գրականություն, լինի թե նկարչություն, գիտություն, շատ հետաքրքրվում եմ գիտությունով, բայց որպես սիրող բնական է։ Արամ Սարգսյանի ընկերներն ովքեր կարող են լինել։ Յուրաքանչյուր մարդ, Վահագն էլ կարող է իմ ընկերը լինի,
Եթե նա մաքուր է, եթե նա մարդ է։ Ինչպես եք ընտրում ընկերներին, պարոն Սատյան, ասում են ամեն ինչի նորմն է լավ, ընկերության հինը։ Ես ունեմ ընկերներ շատ մանկապարտեզից նույնիսկ եւ բայց չեմ զլանում նոր ընկերներից։ Ես տեսնում եմ վերաբերմունքից, ինչպիսի մարդ է նա։ Ընկերներ ունեմ, որոնք բժիշկ են, հիանալի բժիշկներ են։ Ընկերներ ունեմ, որոնք նկարիչներ են, հիանալի նկարիչներ են։ Պարոն Սատյան, բացականգից ձեզ մոտ ձեր բնավորության մեջ ո՞րն է։ Տակարուն եմ մի քիչ։ Դրականը ազնվություն։ Աշխատասիրության մասին չգիտեմ, որովհետև դժվարանում եմ ասել։ Ընկերակցություն եւ սեր դեպի երաժշտությունը։ Բացասականը կասկածամտություն։ Վերնաստիճանի դրական անձնավորություն է, գիտեք, սա այն անհատականություններից է, որ ցանկացած որևէ մեկը մոտենա, որևէ խնդիր լինի, ստեղծագործական կլինի թե մարդկային, միշտ ընդառաջ է գնում։ Ես սիրում եմ Սատյանի բարությունը, մարդտեսակը, կոնսերվատորիայի մեր ֆակուլտետի պրոֆեսոր Արամ Սատյան հիանալի ուսանողներ է կրթել, դաստիարակել, այսօր շատերը մեր ճանաչված կոմպոզիտորներ են արդեն երիտասարդներ եւ տեսնում եմ, թե ինչպես են նրա շուրջը հավաքվում իր սաները։ Դա խոսում է նրան մասին, որ մենք գործ ունենք նաեւ լավ դաստիարակ մանկավարժ պրոֆեսորի հետ։ Երազանքների մասին կխոսեք։ Գիտեք ինչ, ես մի կոլեկցիա ունեմ, որ ասեցիք հետաքրքրություններ, դա հեքիաթների կոլեկցիա է։ Մեկ ինձ ասում են, դու միջև մի հեքիաթներով ես ապրում։ Այն ինչ որ երազանք ունեմ, դա հեքիաթ է։ Հեքիաթ, որը ինքս ինձ համար եմ ստեղծել։ Եվ յուրաքանչյուր մարդ, որ ունի իր հեքիաթը, նրան հեշտ է ավելի ապրել, հավատալ։ Եվ կրեդոն միշտ էլ ինձ համար եղել է հույս, հավատ, սեր։ Եթե դու չես հավատում, չես սիրում, չես սպասում, ուրեմն համարի վերջ։ Երևի յուրաքանչյուր մարդու մեջ էլ հեքիաթ է ապրում։ Այո։ Երջանիկ են այն մարդիկ, ովքեր այդ հեքիաթի հետևից են գնում ու տա Աստված, որ այդ հեքիաթներն իրական դառնան։ Ես համոզված եմ, որտեղ հեքիաթները վատ չեն վերջանում, հիմնականում լավ։ Ջահնի վարիր, արի, ինչպես աղբյուրը վարարի, դու սիրտնի, որ ոգը